Նիկոլ Փաշինյանի երազը։ Կապույտ մզկիթում հերթական պատարագից հետո հավաքվել են Իրական Հայաստան ռեստորանում ամանորյա կորպորատիվին, բայց ուտելիքը նախապես չեն պատվիրել։ Աննան ներկաներից յուրաքանչյուրից մեկական միլիոն դրամը նախապես հավաքել է, կեսը տվել իրեն ու հիմա ինքը պիտի տեղում պատվիրի ամեն ինչ։ Բայց թարսի պես մատուցողը խուլուհամր է։ ԱԱԾ-ն է այդպես պահանջել, որ հանկարծ որևէ բան չլսի ու այստեղ-այնտեղ չպատմի։ Լավ, բա ոնց պատվիրի։ Ձեռքով ցույց է տալիս Վահագն Ալեքսանյանին, ու մատուցողն անմիջապես բլոկնում գրում է. Խոզի խորոված։ Փաստորեն ձևը գտնվեց։ Ցույց է տալիս Արայիկ Հարությունյանին, մատուցողը գրում է Ղափամա։ Ցույց է տալիս Ռուբեն Ռուբինյանին, գրում է Հորթի միս։ Ցույց է տալիս Արարատ Միրզոյանին, հորթի մսի դիմաց ավելացնում է ծեծած։ Ցույց է տալիս Ալեն Սիմոնյանին, գրում է Եղնիկի միս։ Ցույց է տալիս Քավորին, գրում է Օղի։ Ցույց է տալիս Աննային, Օղու դիմաց գրում է տնական։ Ցույց է տալիս Տիգրան Ավինյանին, ավելացնում է Դամբուլի։ Ցույց է տալիս Ռոմանոս Պետրոսյանին, գրում է շատ մանր թթու վարունգ։ Քեֆը սկսվում է։ Գջոյանը բաժակ է բարձրացնում ու սկսում։ Թույլ տվեք ես ազիզորով նախ օրհնեմ սեղանը, իսկ մինչ այդ պարուհիները կարող են մի 5 րոպեով հագնվել, որ հանկարծ չմրսեն։ Բայց ինքն անմիջապես ընդհատում է նրան. Մի րոպե, Սամո, թամադան ես եմ։ Ապա դիմում է Դուրգարյանին. մի հատ են դիրիժորի փայտիկը փոխանցի ես կողմ, բայց Ալենչոյի նծով մի փոխանցի, նա խասյաթ ունի, կարողա թքի փայտիկին։ Համել այսօր շատ չենք լրվելու, պիտի ամանորյա ուղերձս մի քանի տարբերակով տեսագրեմ, որովհետև իմ ուղերձից առաջ Ալլահ Շուքիր Փաշազադեի ուղերձն է հեռարձակվելու, չգիտեմ ինչքան է տևելու։ Մի խոսքով, դրժում ենք բոլորս։ Մի անգամից հնչում է երաժշտությունը։ Ու բոլորը սկսում են պարել։ Մեծարգոին վեր թրծրեք, թող մի քիչ օդ շնչի։ Ոգևորված գոռում է Դուրգարյանը, ու պարի ընթացքում իրեն անընդհատ վեր են թրծնում։ Ինքը վախենալով, որ բնազդաբար սեղանից թրծրած չարազեղենը գրպաններից կթափվի, պահանջում է, որ իջեցնեն, բայց բոլորը շարունակում են ծղրտալ։ Ուր կգա, կարա, զուգարան եմ գնում։ Բարկանում է ինքը ու շտապում զուգարան, բայց թիմակիցները երգելով հետևում են իրեն։ Մի կերպ իրեն ներս է գցում զուգարան, դուռը ներսից փակում ու սկսում արագ ուտել չարազեղենը։ Ապա փորձում է դուրս գալ, բայց դուռը դրսից փակ է։ Բացեք, արա! Արդեն խուճապի մեջ գոռում է ինքը, բայց դրսից արդեն ուրիշ երգ է լսվում։ Բայց افسوس չեմ կարող գտնել սրտիդ բանալի։ Հանկարծ աչքի առաջ լույսն աղոտանում է, պատերը դանդաղ փոխվում են, դառնում կեղտոտ, ծեփը թափած, բորբոսնած։ Լուսամուտի փոխարեն վանդակաճաղ է հայտնվում։ Այդ պահին խցի մետաղյա դռան վրայի փոքրիկ դռնակը ճռռոցով բացվում է, եւ ինչ-որ մեկը ներս է հերում սև հաց հիշեցնող ինչ-որ զանգված ու ինչ-որ գիրք։ Ինքը նետվում է դեպի դուռը եւ ագահաբար հոտ քաշում։ Հա, ոնց որ ղազախական ցորենն է։ Լավա գոնե Էրդողանի գիրքն են տվել, բարապ չեմ մնա։ Բայց պարզվում է Էրդողանի գիրքը չի, չարի վերջն է։ Արթնանում է ահավոր ծանր գլխացավով։